Խաղաղություն ձեզ, Տերը ձեզ օրհնի։ Մի առակ կա, իհարկե ամբողջը չեմ կարդա, այն մասը, որ մեզ պետք է, Մատթեոսի 25-րդ գլխի մեջ 3 առակ կա, գիտեք, որից մեկը սա է 14-րդ խոսքում, 25-ի 14-ում Տերը ասում է, որտև ինչպես մի մարդ, որ օտար երկիր է գնում եւ իր ծառաներին կանչեց ու իր ունեցածը նրան հանձնեց։ Եվ մեկին 5 քանքար տվեց եւ մյուսին 2, մյուսին 1, յուրաքանչյուրին իր կարողության չափ եւ շուտով գնաց։ Այսինքն ովքեր են այս ծառաները։ Մի անգամ Տերը երբ որ խոսեց, Պետրոս ասաց, Տեր, սա մեզ ես ասում, թե բոլորին։ Բայց Տերը ինձ խոսեց, որ բոլորին է վերաբերվում, քանի որ ոչ մեկ այստեղ չի կարող ասի, ես ծառա չեմ։ Եթե ծառա չես, ծառա ուրիշ կերպ նշանակում է պաշտող։ Տիրոջը պաշտող, տիրոջ ծառա, որ ասում է քո տիրոջը երկրպագիր, Աստծո երկրում է նրան պաշտիր, ու մյուս բոլոր լեզուներում ասում է երկրպագիր եւ նրան ծառայիր, ռուսերենում էլ է այդպես, ուղղակի հայերեն պաշտել, ինչ են առանձնացել չեմ անում ժամանակին, ինչ են առանձնացել, պաշտելը երևի որպեսզի երբ որ ասեմ պաշտել, հասկացի, որ սա Աստծո ծառայություն է, իսկ մյուսները ուրիշ ծառայություն չգիտեմ, գուցե։ Բայց պաշտել նշանակում է ծառայել։ Տերը պատվիրել է բոլորին, պետք է Աստծուն երկրպագել եւ միայն նրան ծառայեն։ Այսինքն բոլորին է վերաբերվում, որ պետք է Աստծուն ծառան եւ այդպես Տերը ասում մեկին 5, մեկին 2, մեկին 1, 5 քանքար ունեցող գնաց շահեց, բերեց ժամանակին, երբ որ Տերը եկավ ներկայացավ, ուրիշ 5 էլ տվեց, 2-ն էլ բերեց, նրանց գովեց եւ ասենք անգամ պարգևատրեց։ Բայց երբ որ այդ 1 քանքար ունեցողը եկավ, ինչ ասեց 25-րդ խոսքում ասում է ես վախենալով գնացի թաքցրի քո քանքարը գետնի մեջ եւ ահա քոն առ։ Այսինքն ոչ մի բան վրան չի ավելացել, դրանով գործ չի արել, ընդհանրապես ինչ ստացել եմ առ քեզ։ Եվ Տերը նրան պատասխանեց, ասեց. «Չար եւ ծույլ ծառա, գիտեր, որ հնձում եմ, որ չսերմեցի, որովհետեւ ինքը հենց այդպես է ասում, դու որտեղ չես սերմենդից հնձում ես, որտեղ որ չես դրետից վերցնում ես»։ Իհարկե սուտ էր խոսում նա, որտեւ հենց տվյալ պահին Տերը տվել էր ուզում էր, ոչ թե չտված տեղից էր ուզում, չդրած տեղից էր ուզում։ Դրա համար ասաց, թեկուզ իր բերանով սերմեցի եւ հավաքում եմ ուր որ չփռեցի։ Ուրեմն պետք էր որ իմ արծաթը սեղանավորներին տայր եւ ես կգայի տոկոսով կառնեի իմը։ Առեք դրանից քանքար եւ տվեք 10 քանքար ունեցողին, որտեղ ամենը որ ունի նրան կտրվի եւ կավելանի, բայց ով չունի, նրանց այն ունեցածն կվերցվի։ Եվ այն անպիտան ծառային հանեք դրսի խավոր, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտել։ Ուրեմն Տերը այդ հետը չընկավ Աստծո խոսքի բացատրության, որտեղ ինքը գիտեր։ Դրա համար ասում է, ով որ իր Տիրոջ կամքը իմանալով խախտեց, շատ ծեծ կուտի։ Ով որ չիմանալով խախտեց, էլի ծեծ կուտի, քիչ ծեծ կուտի, բայց չի նշանակում, որ իբր թե կփրկվի։ Այսինքն դժոխքում էր, կրակի լճում էր տարբեր գործերի համար, տարբեր մարդիկ ունեն ես չափի տանջանքը։ Բայց ինչքան էլ քիչ լինի, հավիտենական է, ասեք դրա վրա մենք չենք կարող ուրախանանք, ես չեմ մացե քիչ ծեծ կուտեմ։ Այնքան քիչ, որ չես կարող հաշվես տարիները։ Շատ քիչ տարիներ, հավիտենական տարի կհաշվվի։ Սակայն ինչ եմ ուզում ասեմ, հիմա էլ կան այս տիպի մարդիկ, եկեղեցում շատերը կան, որ չեն ծառայում։ Մարդը պետք է փնտրի, անցած անգամ ասի, դուրը ծեծի,
խնդրի, որ իր կոչում իմանա, իր ծառայությունն իմանա։ Ոչ թե ասում է, չի ասում տարիներով մարդիկ կան, չեն ծառայում, դեցել չեն ծառայում, չեն ծառայում։ Ասենք շատ ծեծ կուտեն։ Անկամ ոչ թե մեկը գուցե ասի իզուրել ապաշխարեցի, իզուրել եկեղեցի։ Հայաստանի բոլոր բնակիչները շատ լավ գիտեն Տիրոջ կամքը։ Մենայ աշխարհում էլ շատ ծեծ կուտեիր, քրիստոնյա կոչվելով։ Ուրեմն Տերը ասում է դու գիտեիր, որ այսպիսի մեկն եմ, ինչու դու վախուց թեկուց չգնացիր, սեղանավորների առաջ դրե շահարկեի, գայի շահով քեզանից ուզեի։ Հիմա շատերը հետ խոսում են, մեկ է տեսնում ես այսպիսի բաներ են ասում, մարդիկ էլ կան չեն արտահայտվում, սուսիկ փուսիկ են, բայց Աստծո մոտ նրանց սրտի խոսքն էլ լսվում, միտքն էլ գիտի Տերը ինչու են, լռել չեն ծառայում, ասում գիտեք ինչ թե, ինչ իմանանք, բա որ սխալ անենք, բա որ էս անենք, բա որ են չանենք, ինչա, եթե մենք մեզի դրեցինք տգետի տեղ, իբր թե մի բան չգիտենք, լռենք, Աստծուն էլ վերջ խափենք, ասենք չգիտեի, Աստծու խափել չի լինի։ Շատ ծեծկուտվի, մանավանդ այս վերջին օրերի ժողովուրդը շատ ծեծկուտի, որտեղ վերջին օրերն է Տերը ավելի առատ է իր գործերը կատարում, ցույց տալիս նշաններով, հրաշքներով, ավետարանչությունով։ Գիտեն, բոլորը գիտեն, ամբողջ աշխարհը արդեն գիտի։ Տերը ասաց այս ավետարան արքայության քարոզվի ամբողջ տիեզերքով մեկ բոլոր հետանցուներին վկայություն լինելու համար։ Այսինքն առաջ էր որ բոլորը չգիտեին, բայց հիմա բոլորը գիտեն, մուսուլմաններն էլ գիտեն, բուդդայականները, քրիստոնյաները, աշխարհում մարդ չկա որ Տիրոջ կամքը չիմանա, բոլորը գիտեն։ Դա համար մենք չենք կարող թաքնվել Աստծուց, իբր բան չգիտենք, Տերն ասի, վայ, որ չգիտեից, դե ուրեմն արի երկինք, այդպես բան չկա, մարդը պետք է վերստին ծնվի, որտեղ ով վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի տեսնի, եւ երկրորդը պետք է Աստծուն երկրպագի եւ նրան պաշտի։ Եվ Աստծուն սիրի ամբողջ սրտով, հոգով, մտքով եւ զորությունով, ամբողջ էությունով, այսինքն դրա համար մենք պետք է զգույշ լինենք, մտածենք, եթե այսօր որևէ մեկը հիվանդ լինի, հանգարց բժիշկը մի բան ասի գնա մաքուր մեղրի հետ, օրինակ մի հատ էլ ասես մաքուր ուրիշ մի կերակուրի անուն տա, խառն իրար կեր կբուժվես։ Մեկ էլ դու ասես ինչ իմանամ մաքուր մեղրը որն է, որտեղ կեղծում են, խառնում են, ես հավես ունեմ, ընկնեմ, այդպես բան չես ասի, ոչ մեկս չենք ասի։ Ամեն ինչ կանենք, որ ճարենք մաքուրը, չէ՞։ Շատ ասում են, ինչ իմանանք, հազար ձևի քարոզիչ կա, հազար ձևի թարգմանություն կա, արդեն խառնել են իրար, սուտ են խոսում, որոշները ուրիշ են ասում, ուրիշ կապ չունի։ Սուտը կա, կեղծ մեղր կա, կեղծ չգիտեմ հաց կա, կեղծ ուրիշ մի դեղ կա։ Քեզ է պետք կյանքը։ Դու չես ասի, չէ, քանի որ կեղծ մեղրը կա, էլ ման չեմ գա, ման կգաս, անկախ քեզ ման կգաս, որպեսզի բժշկվես, որտեղ կյանքիդ համար է։ Իսկ սա հավիտենական կյանքի համար է, ավելին է քան մաքուր մեղրը, քան մաքուր դեղերը։ Դրա համար մենք պետք է փնտրենք, եթե գանք այս մարդու նման, այս վերջինի նման ասենք, Տեր, ես գիտեի, որ կեղծ մեղր կա, կեղծ դեղեր կան, կեղծ բժիշկ կա, լավ, վատ բժիշկ կա, դրանով չես արդարանա։ Ես գիտեի, սուտ մարգարեներ կան, սուտ քարոզիչներ, սուտ հովիվներ, օրինակ եմ ասում, սուտ Քրիստոսներ էին, դուս եկե մանավանդ մեր ժամանակում, իմանայր ճիշտը, քեզ ով էր բռնել, որ ճիշտը չիմանայիր, ով էր քեզ բռնել, որ դու չքննես ճշմարտությունը իմանայիր, քանի որ կան ռասիլականների նման, քանի որ կան սուտ մարգարեներ, ուրեմն ոչ մի մարգարեի չենք լսի, այ քեզ
չակերտավոր իմաստություն։ Քանի որ սուտ մարգարեներ գոյություն ունեն, ուրեմն մեզ ճիշտ էլ պետք չի, հա, այդպես ո՞վ է, դա ինչ խելք է։ Փնտրի գտի, քո կյանքին է պետք, քեզ է պետք, անձամբ քեզ է պետք։ Ուրեմն մենք չենք կարող արդարանալ այն պատճառով, որ շատ սխալ ներ կամ մեղքեր գոյություն ունեն կամ քարոզիչներ։ Ուրեմն ես ուզում եմ սա ասել, շատերն ասում են, թող Աստված ինձ հայտնվի, ինձ հետ խոսի, ինձ առաջնորդի, շատերին են գալիս, հայտնություն էլ է լինում, ասենց ասած, տեսիք էլ է լինում, երազել է լինում, բայց մեկ էլ տեսնում ես Աստծուց չի, չարից է։ Ինչ արվում։ Տերը ասում է, դու չես կարող արդարանաս պատճառ բռնելով, թե շատ ասենց ասած սխալ մարգարեներ, սուտ մարգարե կամ Քրիստոս կամ առաքյալ կամ հովիվ կամ այլ կոչվածներ կային։ Աստված խոսել է, գնա ճանաչիր Աստծո խոսքը։ Աստծո խոսքը ճանաչի, ինչպես ճանաչեմ։ Տեսեք ինչ ասում Եբրայեցի 1:1-3-ում ասում է. շատ մասերով եւ շատ կերպերով Աստված առաջուց խոսեց մեր հայրերի հետ մարգարեների ձեռով, այդ վերջին օրերում խոսեց մեզ հետ իր որդիով, որին ամեն բանի ժառանգորդ դրեց, այսինքն որով աշխարհն էլ ստեղծեց, որ նրա փառքի լույսը լինելով եւ նրա էության նկարագիրը, որ իր զորության խոսքով ամեն բան կրում է, այս որդին։ Մեր մեղքերի սրբությունը իրանով անելով, ասին կատարելով, հետո նստեց Աստծո մեծության աջ կողմը բարձունքներում։ Խոսեց Աստված մարգարեներով, Աստված խոսեց։ Ուշացումն է, շատ մասերով եւ շատ կերպերով Աստված առաջուց խոսեց մարգարեներով, հետո այս վերջին օրերում խոսեց իր որդով, Աստված խոսեց։ Դրա համար Հիսուս ասում է, ես իմ խոսքերը չեմ ասում, ինձ ուղարկողի խոսքն եմ ասում։ Աստված խոսեց, խոսքը կա, բոլորիս ուղղված է։ Աստված ասեց, եթե անգամ Եղիային ասեց, Մովսեսին ասեց, եթե Աստված իրական ինչ-որ մասը ցույց տա, կմեռնեին։ Չեն կարող Աստծուն տեսնեն ու ապրեն, ուր մնաց մեղավորներն են պահանջում կամ կիսա մեղավորներս, մեզանից շատերս էլ, այսինքն Աստծուն են ուզում տեսնեն։ Դու այդ ինչ համարձակությամբ ես ուզում Աստծուն տեսնել, ուզում ես մեռնես, լավ չափ աշխարհած։ Ոնց ենք համարձակվում կիսատ պրատ ապաշխարածներս իմ վրա են վերցնում, որպեսզի ոչ մեկ չնեղանա։ Աստծուն եմ ուզում տեսնեմ, խր տեսնես կմեռնես։ Հնարավոր չի Աստծուն տեսնել չմաքրված լիովին, սրբված, Աստծուն չծառայած։ Մովսեսին նման, Եղիային նման մեկը, որ ծառայում են գիշեր ցերեկ, էլի Աստված նրանց ասեց, եթե երևամ քեզ կմեռնես, բայց մի փոքր մաս, Եղիային ասեց, ես կանցնեմ մտի քարափը ծածկվիր, հենց որ անցնեմ իմ մենակ շորից, էլ շոր ասում, թե հիմա այդ ինչեր Աստված գիտի, իմ քղանցքը կտեսնես։ Եվ այդ շորի, ասենց ասած, հոգևոր շորեր, ոնց էր Աստված գիտի, այդ մի կտորը տեսա, ասեց, վայ ինձի ես կմեռնեմ, ասեց։ Որտեղ Աստծուն տեսա, Աստծո քղանցքը են, փեշը տեսա ընդամենը։ Շատերը չեն պատկացում ում հետ գործել, մենք էլ ես հասարակա թվում, որ այդ ինձ մի Աստված, տիեզերքի, որ ամեն ուրեք է, տիեզերքի է, բռի մեջ է, ինքը տիեզերքի մեջ չի։ Տիեզերք իր մեջ է։ Ու դες մեծ մեկին ուզում ենք տեսնենք ու ապրենք, ու մեր ուզածով վարվենք ու մի հատ էլ երկնքում թագավորենք։ Թագավորել կլինի, որտեղ խոսք հատվի, բայց այն նրանց ովքեր որ արժանի կլինեն։ Փափուկ բարձ չդնենք մեր գլխի տակը, ձեր գլխի տակը այն քարոզիչների նման, որոնք ուզում են ժողովրդին չնեղացնեն, որ նրանց ժողովին շատ մարդ կա։
ասում մի քարոզիչ գնաց միտեղ, այդ հովիվը ասեց, խնդրում եմ, հանկարծ մեղքից չխոսաս էլի, որտեւ ստե ամուսիններ կան հարուստ։ Հիմնական նվերը, նվիրատվությունը, փողը, բանը իրանք են տալիս մեր եկեղեցում։ Եթե հանկարծ խոսաս, իրանք էլ այնպես էլ մաքուր մարդիկ չեն էլի, յանի մեղքեր են գործում։ Հանկարծ խռով են գնան, մենք կզրկվենք այդ գումարից։ Այդ մարդն էլ հելա, որտեղ Աստված առաջնորդեց հենց մեղքից խոսած։ Որ մեղքից խոսած, որ մարդը եթե մեղքի թողություն չունենա, կորուստ է գնալու։ Այսպես մարդու կինը հելան, իհարկե հելը չէին լավ ապաշխարել, քիչ եմ հովին ճղեին իրանց։ Ասում մի ամիս առաջ մեր աղջիկը մեռավ, ինչի մեղքից չէր քարոզում, որ այդ աղջիկը ապաշխարել, առանց ապաշխարելու մեռավ։ Նան մեկ խափելով, փափուկ բարձ դնելով մարդ կան, որի մեզ փող տան, հա։ Ինչ-որ Աստծո բաժինն Աստված իր համար ինքն է ասում։ Չի կարելի խափել մարդկանց, որ շատ մարդ հավաքեց, որպեսզի հետո ուկրաինացի մեկը կար ասում էր, ես մի հատ հաջողված բիզնեսմեն եմ։ Այսքան 1000 անդամ ունեմ եկեղեցում, ոչ մեկի իմ չափ փող չի աշխատում։ Գլուխ էր գոմ, որ շատերի փողերն է վերցնում, միլիոնատեր է դառը։ Ասում եմ բիզնեսը հաջողված բիզնես է, ինքը չէր համարում դա Աստծո գործ, համարում էր բիզնես։ Ու փափուկ բարձ դրել էր շատերի գլխի տակ։ Դες չենք ուզում ելնենք, ձեզ խափենք։ Քանի դեռ չի եկի այդ օրը ասենք։ Դրամա Աստված խոսեց, գնա Աստծո խոսքը մանարի։ Մարգարեների բերանից, Հիսուսի բերանից, Հիսուսի ավետարանից։ Հերու չի ասում այդ խոսքը։ Քո սրտում եւ քո բերանում։ Սրտով հավատաս բերանով դավանես կփրկվես։ Չեն կարող ասենք ով կնի երկինք մեզ համար Աստծո խոսքի չծնի։ Ինքը իջցրել է արդեն։ Գործ կառաքելոց 14-ի 24-25-ում ասում եւ երբ որ Պողոսի եւ իր անգելների մասին է խոսում։ Պերգեի մեջ Տիրոջ խոսքը խոսեցին, իջան Ատալիա եւ այնտեղից նավով Անտիոք գնացին, որ այնտեղից Աստծո շնորհքին հանձնված էին այն գործի համար, որ կատարեցին, այսինքն գործը այն էր, խոսել։ Ուշադրություն դարձա։ Գնացին, Աստծո խոսքը խոսեցին, Տիրոջ խոսքը խոսեցին 24-ում ասում։ Այսինքն որ խոսքը ավետարանի խոսքը, այն խոսքը որ Տերը արդեն քարոզել էր եւ առաքյալների միջոցով տարածվում էր։ Ավետարանիչների իհարկե, Տիրոջ սիրողների միջոցով։ Այնպես չէ, որ Աստված երկնքից պետք է իջներ այդ ժողովրդի խոսել։ Նրանք էին խոսում, բայց ասում Աստծո խոսքն էին խոսում։ Աստծո խոսածը, ասածն էին խոսում։ Դուք բոլորդ Աստծո խոսքը ունեք։ Աստծո խոսքը լսել եք։ Միամիտ չձևանանք, ու գնանք կորենք, այս մեկ մնաս կամ քանքաս ստացողին ման ասի, դու խիստ մարդ ես։ Գիտեի խիստ մարդ եմ։ Դե իմ ուզած անեիր, որ չդատվեիր։ Մարկոսի 12-ում էլ հետաքրքիր վկայություն կա, չեմ ուզում ամբողջ պատմությունը կարդալ, ասում սադուկեցիները, որ ասում էին, թե հարություն չկա, նրան հարցնի եւ ասի, վարդապետ, Մովսեսը մեզ ասեց, որ եթե մեկի եղբայրը մահանում է, երեխա չի թողի, երկրորդն առնի, իր աղբորը սերունդ թողի։ Ասում է 7 եղբայր կան, մեկը կին առավ, երեխա չունեցավ, փաստորեն կինն է չբերել է։ Երկրորդ առավ, երեխա չունեցավ, երրորդ առավ չունեցավ, մինչև 7-րդ առավ ոչ մեկը չունեցավ, լրիվ մեռան։ Հիմա երկնքում որի կնիկը կլինի կինը։ Ասիկ ուզում են Տիրոջ իբրթե բան գցեին, էլի, թակարդ գցեին, տերնել, երևի այդ ուսմունքը իրանց շուտ ունեին, շատերին տենց համոզել են, որ ապացուցեն հարություն չկա։
Բայց Տերը ինչ պատասխանեց։ Տերը ասում է դուք մոլորված եք, որտեղ ոչ Աստծո խոսքը գիտեք, ոչ չէր Աստծո զորությունը։ Ասում է մեռելների հարության համար գրված է։ Նախ ասում է որ հարցն առնեն, ոչ կին կառնեն, ոչ էլ մարդու կգնան, որտեղ Աստծո հրեշտակների պես են երկնքում։ Շատերը այն օրը խոսացի ասում են իբր թե Աստծո որդիք որ գրած է Նոյի գրքում, Ծննդոց կամ էսիշ տեղում Հոբի, շատեր բացատրում են իբր թե դրանք հրեշտակներ են։ Բայց շատ բարձ գրած այն զորավոր մարդիկ էին։ Բայց այսօր ամբողջ աշխարհում մեկ Երբ բացի մեզնից ուրիշ մարդ չի կարծում, որ դրանք Աստծո մարդիկ, զորավոր մարդիկ են։ Կարծում եմ, որ հրեշտակներ են, եկան մարդկանց, որքանց աղջիկերքի հետ ամուսնացան։ Տերը ասում է այնտեղ հրեշտակները սեր չունեն։ Ոչ կին են, ոչ տղամարդ, ոչ կան մարդու հետ են, ոչ կան կնիկ առնեն։ Այդ ոնց ամուսնացան, որ կոպիտ ասած պակասավոր են ինչ որ տեղից։ Այդ ոնց ամուսնացան երեխա ունեցան։ Էլ ոնց ասվի։ Բայց էլի զորներ ասել են։ Հովիվների խմբում եմ ասել, էլի վիշ չեն առը։ Չէ, հրեշտակների։ Որտեղ կնիկ ու տղամարդ հրեշտակ չկա։ Որ ամուսնանան։ Եվ ինչ է ասում։ Ասում եմ Մովսեսի գրքում չեք կարդացի Մորենու պատմության մեջ, որ ասում է Աստված ինչպես նրա հետ Մովսեսի հետ խոսեց եւ ասեց. Ես եմ Աբրահամի Աստված, Իսահակի Աստված եւ Հակոբի Աստված եւ նա մեռելների Աստված չէ, բայց կենդանների, ուրեմն դուք շատ մոլորված եք։ Ասում եմ շատ մոլորված եք։ Աստված չեղածին չի ասում ես դրա Աստվածն եմ։ Ոչնչության Աստված եմ։ Եթե Մովսեսը մեռը ոչնչացել է, Իսահակը Հակոբը մեռը ոչնչացնել են, Աստված չեր ասի ես Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածն եմ։ Այսինքն Աստված մեռելի Աստված չի, այսինքն նրանք կենդանի են, կան։ Հիմա երկրի վրա չեն ուրիշ տեղ կան, Աստված ինձ տեղափոխել է ուրիշ տեղ։ Որ հարություն չկա, ոնց Աստված ասեց ես ձեր աչքին երևացած մեռածների Աստվածն է, Աստված մեռելների Աստված չի։ Կա գոյություն ունեն նրանք։ Այսինքն հարություն կա, դու չգիտես, բայց դա չի արդարացնի նրանց։ Դուք մոլորված եք, մոլորված տեղն էլ դատաստանն է։ Կրակի լիճն է։ Դա մեզ չի արդարացնում, մի բան չգիտենք կամ չենք հավատում, կամ կասկածում ենք։ Մի կասկածի հավատա, Աստվածը խոսել, դեն սուտ մարդիկ են խոսում։ Մարդկանց ես հավատում, թե Աստծուն։ Շատ կներեք, իհարկե ես ստիված ասում, որ մարդը արժանի վաստակեց այդ խոսքը, որ իրան ասեն։ Դարվինը ելավ ասես մարդը կապիկից առաջացել։ Մարդիկ էլ ասում են, պատկեր ասում եք, Դարվինի մերը ինչքան գեշայել են, ինքը գիտի թե կապիկ այլ է։ Դրա համար ասել է, մենք կապիկից եք առաջացել, ինչքան գեշ մերա ունեցել։ Մարդիկ էլ հավատացին Դարվինին, քան թե Աստծուն։ Հետո Դարվինը խելքի եկավ, գոռաց, ճղավ, գիրք գրեց, այդ գրքերը կանել հիմա։ Ժողովուրդ, ես խաբել եմ։ Տեսա ժողովուրդը չի լսում, ասում է, հիմարությանս մեջ մի բան խոսեցի, ամբողջ աշխարհը գնաց այդ հիմարության հետևից։ Ճիշտ է, խոսում եմ, ոչ մեկ չի գնում այդ ճշտի հետևից։ Իրա խոսքն է։ Իհարկե Աստված թող ձեզ օրհնի, նորից ուզում եմ մեկ հատված ասել, որ Պետրոս Առաքյանն ասում է երբեք
որևէ մարգարություն մարդկանց կամքի պես չի տրվել, այլ Աստծո սուրբ մարդիկ, սուրբ հոգուց շարժված խոսեցին, ոչ թե ցանկացած մարդ։ Դրա համար ոմանք գալու են ուզում են մարգարյանալ, նայում ես ինքն մաքուր կյանք չունի։ Չենք հավատում, որ իրանով Աստված խոսի։ Աստծո սուրբ մարդիկ, սուրբ հոգուց շարժված խոսեցին։ Բայց մենք տեսնում ենք մարդը ինքը մեղքի մեջ, անցանկի մեջ ուզում է մարգարություն անի։ Եթե անես էլ դա Աստծուց չի։ Զգուշացի, սուտ մարգարություն չանես դատապարտվես։ Մարդիկ սիրում են, որ մարգարե կոչվեն։ Գիտեն, հենց կոչվել մարգարե, ուզում ես մարգարե լի, ուզում ես հուդայնման առաքյալ էլի։ Մեղք ես գործելու, կորելու ես։ Մանավանդ այս մեղքը Աստծո անունով սուտ խոսես։ Իհարկե 50-ականների մեջ վախը չկա։ Ինչ բդքներով ասում, Սուրբ Հոգին ասեց, Սուրբ Հոգին ասեց, Սուրբ Հոգին ասեց, Աստված ասեց, Աստված ասեց։ Կարծես թե իրանք գոյություն չունեն։ Ինչ բդքով անգամ սխալ բաներ մտքներով ասում, Սուրբ Հոգին ասեց։ Որտեղ ոչ գիրքը գիտեն, ոչ էլ Աստծո զորությունը։ Լսնել կնեղանանք, ասել, ինչի ասեցիր։ Քո լավն եմ ասում, ապաշխարի չդատվես։ Ուրեմն մենք ուշադիր լինենք, որ ասում Աստված խոսեց, գնա Աստծո խոսքը փնտրի, գտի եւ հնազանդվի։ Եթե չէ, այն մարդկանց նման, որոնք ասում են դու խիստ մարդ ես, այն ոչ մի բան չի արդարացնի, ոչ մի բան։ Տերը ձեզ սիրում է, Տերը քանի օրը չի եկե, զգուշացնում է։ Զգուշացնում է, որ դուք ուրիշին չլսեք։ Մեկ եկավ մի առավոտ իմ տուն, ժամ առավոտվա 7-ին դուռը ծեցին, բացում եմ, տեսնեմ բանավանում։ Հարևաններից մեկն է։ Խմած։ Ասում իլա ժան չնեղանաց, որ խմել եմ։ Խմել եմ, որ հերես ես բռնի գամ քո հետ խոսամ։ Ասեց, ես քո մասին զրպարտել եմ, չարախոսել եմ, շառ եմ արի իմ գործի տեղը տարբեր շրջապատի մեջ, որ ինչա մարդիկ քեզ չլսեն, չդառնան հավատացյալ։ Ասեց, խաբել եմ, ասել եմ, ես եմ տենում իր հարևանն եմ, ես եմ տենում իր չարությունը, կեղտոտությունը, ավտոներով օգնությունա բերում, լցում իր տունը, ես անում, ասեց, ինչ սկսել եմ զրպարտել քեզ, շառ անել, իմ տունը սատանայը մտել դուրս չի գալու։ Ասում ոչ երեխեքս են իրար հասկանում, ոչ ես ու կինս ենք հասկանում, ոչ երեխեքն ու ես ենք հասկանում, ոչ երեխեքն ու կինս են հասկանում, բոլորս իր հետ քտրվում ենք։ Ես եմ ասում ինք ուրիշ բան հասկանում, ինքը ասում է ես ուրիշ բան եմ ասում, երեխու հետ խոսում եմ, լացում ասում ինչին ձեզ սենց ասիր։ Չեմ ասել, ինքը նորից մի նոր բան է լսում։ Անգամ ասում եմ չեմ ասել տենց, ասում եմ, բան նոր խի ասիր, հեն ասում ես։ Ոչս գժվենենք, չեմ, խնդրում եմ, Աստված թող ինձ ների, դու ների աղոթքարը չարը տնից դուրս գա։ Չենք հասկանում իրար, իմ տունս քանդվում է ասեց։ Աղոթք եմ արել շեմի վրա, գնացել է ու էլ խալմաղալի ձեն չի եկե, որտեղ ես չգիտեմ, որ ինքը ինչ արել, բայց հարևանները ասում են, տունը իրար ուտում են, ամեն օր կռում են։ Եկավ խոստովանեց, որ իրար այդ ասելու պատճառով է։